Երբ 2018 թվականի ապրիլի 22-ին ցուցարարները հեղեղեցին Բաղրամյան պողոտան, 356 բնակարանի բանալիները վախից սկսեցին ծակ անել իրենց տերերի գրպանները։ Այդ բանալիներից յուրաքանչյուրը պատմում է մեկ ու նույն պատմությունը։ Ինչպես մի կին, ով իրեն համարում էր երկրի մշակույթի հովանավոր, մեկ առավոտ գնացեք հասկացավ, որ իր մտերիմները երեք ինք էին ապրում նրա միջոցառումներում, իսկ այսօր բղավում են հանրապետության հրապարակում։ Մենք խոսում ենք 356 բնակարանի մասին, որոնք բաշխվել էին արտիստներին հենց այն կնոջ ստորագրությամբ, ում անունը երկու շաբաթ անց դարձավ հայհոյանք։ Մենք խոսում ենք Ռիտա Սարգսյանի մասին։ Մենք խոսում ենք դավաճանության մասին, որը պատմության մեջ մնաց որպես Թավշյա հեղափոխություն, բայց շատերի համար դարձավ պարզապես Պարոնյան փողոցի զուգարանների ջուրը։ Այդ ջուրը հոսում է մինչև հիմա, եւ յուրաքանչյուր անգամ, երբ այդ բնակարաններից մեկի սեփականատերը նայում է հայելուն, նա տեսնում է մեկին, ում ճակատին գրված է «Ես տուն եմ ստացել Ռիտայից, բայց ապրիլի 20-ին բղավեցի Մերժիր Սերժին»։ Այս պատմությունը սկսվում է ամբողջովին այլ կերպ, քան դուք կարծում եք։ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի երրորդ նախագահ, նրա կինը Ռիտա Սարգսյանը որոշեց, որ նա չի լինի պարզապես զարթանքային առաջին տիկին։ Նա ստեղծեց երկու հիմնադրամ՝ Նվիրիր կյանք եւ Արագիլ։ Առաջինը օգնում էր արյունաբանական հիվանդություններով երեխաներին, երկրորդը անպտղության հաղթահարմանը։ Այս հիմնադրամները գործում էին իրական գումարներով, իրական բժիշկներով եւ իրական արդյունքներով։ Սակայն Ռիտան ուներ մեկ այլ կրքություն՝ մշակույթը։ Նա հավատում էր, որ երկրի արտիստները պետք է ապրեն արժանապատիվ կյանքով եւ որ նրանց տաղանդը պետք է դեդառնա ազգային հպարտություն։ Հենց այս հավատը դարձավ նրա անկման սկիզբը, թեև այդ ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 10 տարի անց այդ նույն արտիստները կլինեն նրա գերեզմանի վրա առաջին քարեր նետողները։ Ռիտա Սարգսյանի մտերիմ շրջապատը սկսեց ձևավորվել մի խորհրդածին համակարգով։ Նրա ամենամտերիմները չէին ընտրվում պատահականորեն։ Նախ գալիս էին հանրային հեռուստաալիքներում երկար տարիներ աշխատած երգիչները, հետո դերասանները, ովքեր ժպտում էին ճիշտ այնպես, ինչպես պետք է, եւ խոսում էին ճիշտ այնքան, որքան պետք էր։ Ապա գալիս էին հաղորդավարները, ովքեր գիտեին, թե ինչպես ներկայացնել առաջին տիկնոջը որպես երկրի հույսի լույսը։ Այս մարդիկ ստանում էին ավելին, քան պարզապես հրավիրատոմսեր նախագահական միջոցառումներին։ Նրանք ստանում էին բնակարաններ Պարոնյան փողոցի համարյա նորակառույց շենքերում։ Նրանք ստանում էին պետական կոչումներ, ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ։ Երբ նրանք ներկայանում էին որպես Հայաստանի ժողովրդական արտիստ, շատերը չէին հարցնում, թե ով է ստորագրել այդ կոչումը եւ ինչի դիմաց։ Այս համակարգը ինքնաբավ էր։ Արտիստները երգում էին, պարում էին, հաղորդավարում էին եւ ամեն անգամ, երբ նրանք բեմ էին բարձրանում, փողոցում ժպտում էին Ռիտա Սարգսյանին։ Նրանք վերահաստատում էին մեկ ու նույն պայմանագիրը. Մենք քո մարդիկ ենք, քանի դեռ դու իշխանության մեջ ես։ Բայց եկեք վերադառնանք 356 բնակարաններին։ Պարոնյան փողոցը Երևանում միշտ համարվել է արտիստական փողոց։ Սակայն 2010 թվականներին այդ փողոցի մի հատվածը դարձավ բնավորություն, մի տեսակ արտոնյալ տարածք, որտեղ բնակվելու իրավունքը պետք էր արժանանալ։ Ռիտա Սարգսյանի կողմից բաշխված բնակարանների ցուցակը երբեք պաշտոնապես չհրապարակվեց, բայց Երևանի ամեն մեկ տաքսու վարորդ կարող էր ձեզ պատմել, թե ում անունով է գրանցված յուրաքանչյուր բնակարան։ Այս ցուցակում կային անուններ, որոնք հետագայում դարձան Հայաստանի հեղափոխության խորհրդանիշ, թեև դա խորհրդանիշ էր շատ տարօրինակ, շատ անկեղծ եւ շատ ցավոտ։ Օրինակ, Էրիկ Կարապետյանը, ով երգում էր Ռիտա Սարգսյանի բոլոր բարեգործական երեկույթներում, ստացավ բնակարան Պարոնյան փողոցում 2012 թվականին։ Նույն Էրիկ Կարապետյանը 2018-ի ապրիլի 20-ին կանգնած էր Հանրապետության հրապարակում եւ բղավում էր Մերժիր Սերժին։ Արդյոք նա վերադարձրեց բնակարանի բանալին։ Հարցը մնում է անպատասխան։ Երբ խոսում ենք դավաճանության մասին, պետք է հասկանալ դրա դրդապատճառները։ 2018 թվականի ապրիլի 13-ից 16-ը Հայաստանում տիրում էր լարվածություն, որը կարելի է համեմատել երկրաշարժի նախազգացողության հետ։ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլերթը Գյումրիից, եւ ամեն օր, երբ նա մոտենում էր Երևանին, քաղաքում աճում էր անորոշության եւ սպասման մթնոլորտը։ Արտիստները լռում էին։ Նրանք նայում էին դեպքերին հեռախոսների էկրաններից, եւ յուրաքանչյուրը մտքում հաշվարկում էր, թե ինչ է սպասվում իրեն։ Ապրիլի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ, Ռիտա Սարգսյանի մտերիմների մի մասը սոցցանցերում տեղադրեց շնորհավորական գրառումներ։ Սակայն այդ գրառումները տևեցին ճիշտ 5 օր։ Ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց, ամեն ինչ փոխվեց։ Ով էր դավաճանության առաջին ազդանշանը տվողը։ Ով էր առաջինը հասկացել, որ նավը խորտակվում է եւ պետք է փրկել սեփական մաշկը։
Ըստ ժամանակի Երևանի լուրերի, առաջին թռիչքը կատարեցին երգիչներից երկուսը՝ Ռազմիկ Ամյանը եւ Մարտին Մկրտչյանը։ Նրանք 22-րդի կեսօրին սոցցանցերում տևադրեցին Ազատություն Նիկոլին նշանաբանը։ Այդ պահից սկսվեց ձյունաթաթախ։ Բայց մինչև մանրամասնությունների անցնելը արժե հասկանալ, թե ինչու Ռիտա Սարգսյանի համար արտիստները դարձան ոչ թե հովանավորվողներ, այլ մի տեսակ երկրորդ ընտանիք։ Նա անձամբ ներկա էր նրանց յուրաքանչյուր համերգին։ Նա նստում էր առաջին շարքում, ժպտում էր եւ ծափահարում էր ճիշտ այնքան բարձրաձայն, որքան պետք էր, որpիսի բոլորը տեսնեին, այս երգիչը նախագահականի սիրելին է։ Սակայն նրա սերը ուներ շատ կոնկրետ հետքեր։ Օրինակ, երբ մի երգչուհու ամուսնությունը փլուզվում էր, Ռիտա Սարգսյանն անձամբ զանգահարում էր նրան եւ առաջարկում օգնություն՝ փաստաբան, հոգեբան կամ նույնիսկ նոր բնակարան, եթե անհրաժեշտ է։ Այս տեսակի հոգածությունը ստեղծում էր կախվածություն, որը շատերը նկարագրում էին որպես ոսկյա վանդակ։ Մտերիմները պարտավոր էին երգել «Հա հա կայի» նախընտրական համերգներում։ Նրանք պարտավոր էին մասնակցել Ռիտա Սարգսյանի բարեգործական երեկույթներին, անվճար։ Նրանք պարտավոր էին հանրային տեսադաշտում միշտ պահպանել լոյալությունը, չքննադատել, չհարցականի տակ դնել եւ, ամենակարևորը, երբեք չմոռանալ, թե ում շնորհիվ են ունենում իրենց կարգավիճակը։ Հենց այս համակարգն էր, որը 2018-ի ապրիլին փլուզվեց մեկ օրվա ընթացքում։ Ապրիլի 23-րդի առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, Ռիտա Սարգսյանի հեռախոսը դարձավ դատարկ էկրան։ Ոչ ոք չէր զանգահարում, ոչ ոք չէր գրում։ Նրանք, ովքեր երեկ նրան մայրիկ էին անվանում, այսօր անցնում էին հրապարակ, ձեռքներին պաստառներ ազատ, անկախ Հայաստան։ Հարցն այն է, արդյոք դա իսկապես դավաճանություն էր, թե պարզապես բնական հետևանք այն համակարգի, որը կառուցված էր վախի եւ շահի վրա։ Եթե դուք 10 տարի ապրում եք այնպես, որ ձեր յուրաքանչյուր համերգը, յուրաքանչյուր հեռուստահաղորդումը եւ յուրաքանչյուր հանրային խոսքը պետք է համաձայնեցնեք մեկի հետ, ապա միթե ձեր ներսում չի աճում ատելությունը դեպի այդ մեկը։ Միթե չեք սպասում միայն պահին, երբ կարող եք ազատվել։ Սա հարցեր են, որոնց պատասխանները փնտրում էին նաեւ ինքը Ռիտա Սարգսյանը։ Բայց եկեք վերադառնանք 356 բնակարաններին։ Պարոնյան փողոցը Երևանում միշտ համարվել է արտիստական փողոց։ Սակայն 2017 թվականներին այդ փողոցի մի հատվածը դարձավ բնավորություն, մի տեսակ արտոնյալ տարածք, որտեղ բնակվելու իրավունքը պետք էր արժանանալ։ Ռիտա Սարգսյանի կողմից բաշխված բնակարանների ցուցակը երբեք պաշտոնապես չհրապարակվեց, բայց Երևանի ամեն մեկ տաքսու վարորդ կարող էր ձեզ պատմել, թե ում անունով է գրանցված յուրաքանչյուր բնակարան։ Այս ցուցակում կային անուններ, որոնք հետագայում դարձան Հայաստանի հեղափոխության խորհրդանիշներ։ Օրինակ, Էրիկ Կարապետյանը, ով երգում էր Ռիտա Սարգսյանի բոլոր բարեգործական երեկույթներում, ստացավ բնակարան Պարոնյան փողոցում 2012 թվականին։ Նույն Էրիկ Կարապետյանը 2018-ի ապրիլի 20-ին կանգնած էր Հանրապետության հրապարակում։ Արդյոք նա վերադարձրեց բնակարանի բանալին։ Հարցը մնում է անպատասխան։ Սակայն ոչ բոլորն էին դավաճանել։ Երկու անուն, որոնք պետք է հիշել՝ Նունե Եսայան եւ Շուշան Պետրոսյան։ Այս երկու երգչուհիները նույնպես ստացել էին Ռիտա Սարգսյանի հովանավորությունը, բայց երբ եկավ ապրիլի 22-րդը, նրանք չփոխեցին իրենց դիրքորոշումը։ Նունե Եսայանը սոցցանցերում տևադրեց մեկ նախադասություն. Եթե ես երբևէ օգտվել եմ ինչ-որ մեկի օգնությունից, ես երբեք չեմ հերքի դա։ Շուշան Պետրոսյանը պարզապես լռեց։ Նրանք չանցան հրապարակ, բայց նաև չբղավեցին «Մերժիր Սերժին»։ Արդյոք դա նշանակում է, որ նրանք ավելի հավատարիմ մարդիկ էին։ Արդյոք դա նշանակում է, որ նրանք պարզապես ավելի շատ էին վախենում հասարակական քննադատությունից։ Կամ միգուցե նրանք ուղղակի հասկանում էին մի բան, որ մյուսները չէին հասկանում, որ հավատարմությունը կարող է լինել ոչ թե իշխանության, այլ սեփական խղճի նկատմամբ։ Բայց մինչև մանրամասնությունների անցնելը, արժե հասկանալ, թե ինչու Ռիտա Սարգսյանի համար արտիստները դարձան ոչ թե հովանավորվողներ, այլ մի տեսակ երկրորդ ընտանիք։ Նա անձամբ ներկա էր նրանց յուրաքանչյուր համերգին։ Նա նստում էր առաջին շարքում, ժպտում էր եւ ծածափարում էր ճիշտ այնքան բարձրաձայն, որքան պետք էր, որպեսզի բոլորը տեսնեին, այս երգիչը նախագահականի սիրելին է։ Սակայն նրա սերը ուներ շատ կոնկրետ հետքեր։ Օրինակ, երբ մի երգչուհու ամուսնությունը փլուզվում էր, Ռիտա Սարգսյանն անձամբ զանգահարում էր նրան եւ առաջարկում օգնություն,
փաստաբան, հոգեբան կամ նույնիսկ նոր բնակարան, եթե անհրաժեշտ է։ Այս տեսակի հոգացությունը ստեղծում էր կախվածություն։ Մտերիմները պարտավոր էին երգել ՀՀԿ-ի նախընտրական համերգներում։ Նրանք պարտավոր էին մասնակցել Ռիտա Սարգսյանի բարեգործական երեկույթներին անվճար։ Նրանք պարտավոր էին հանրային տեսադաշտում միշտ պահպանել լոյալությունը, չքննադատել, չհարցականի տակ դնել եւ ամենակարևորը՝ երբեք չմոռանալ, թե ում շնորհիվ են ունենում իրենց կարգավիճակը։ 2018 թվականի ապրիլի 22-րդի ժամը 15:30։ Հրանտ Թոխատյանը նստած է իր բնակարանում Պարոնյան փողոցում եւ նրա ձեռքերը դողում են։ Նա նայում է հեռախոսի էկրանին, որտեղ տասնյակ հաղորդագրություններ են գալիս նրա գործընկերներից, ընկերներից, նույնիսկ անծանոթ մարդկանցից։ Բոլորը հարցնում են նույն բանը. Դու որտեղ ես? Ինչու լռում ես? Այդ քո Ռիտան արդեն չկա, եկ հրապարակ։ Հրանտը հիշում է, թե ինչպես 3 տարի առաջ, երբ նրա մայրը հիվանդանում էր եւ նրան անհրաժեշտ էր շատ թանկ վիրահատություն, Ռիտա Սարգսյանն անձամբ զանգահարեց եւ ասաց. «Մի անհանգստացիր, ամեն ինչ կարգավորված է»։ Վիրահատությունը կատարվեց լավագույն բժշկի կողմից, եւ երբ Հրանտը հարցրեց, թե ինչքան պարտք ունի, նրան ասացին. «Դուք ոչինչ պարտք չունեք, պարզապես հիշեք, ով օգնեց ձեզ»։ Հիմա, երբ Հրանտը նայում է փողոցին, որտեղ հազարավոր մարդիկ են անցնում դեպի հրապարակ, նա հասկանում է, որ այդ հիշելը արժե ամեն ինչ, ինչ նա ունի։ Բայց արդյոք դա բավականա՞ չէ, որ նա շարունակի լռել, երբ ողջ երկիրը պահանջում է փոփոխություն։ Արդյոք դա բավականա՞ չէ, որ նա մնա տանը, երբ նրա սեփական ընկերները բղավում են հանուն ազատության։ Հրանտը ոտքի է կանգնում, վերցնում է իր հեռախոսը եւ գրում է մեկ նախադասություն. «Ես ժողովրդի հետ եմ»։ Երբ նա սեղմում է հրապարակել կոճակը, նա չգիտի, որ այդ մեկ նախադասությունը կփոխի նրա կյանքը ընդմիշտ։ Բայց ինչու նա չգիտեր, որ Ռիտա Սարգսյանը կարդում է յուրաքանչյուր նման հաղորդագրություն իր սեփական հեռախոսից, եւ յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում է եւս մեկ սիրելի անունը, ժողովրդի հետ եմ գրառման տակ, նրա սիրտը կոտրվում է եւս մեկ անգամ։ Բայց Հրանտ Թոխատյանը միակը չէր։ Նույն օրը, 22-րդի երեկոյան ժամը 19:30-ին, Ավետ Բարսեղյանը կանգնած է իր աշխատասենյակում եւ փորձում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ավետը տարիներ շարունակ եղել է Ռիտա Սարգսյանի բարեգործական երեկույթների սցենարիստը։ Յուրաքանչյուր միջոցառում, յուրաքանչյուր ելույթ, յուրաքանչյուր սպիտակ երեկո անցել է նրա ձեռքով։ Նա գիտեր, թե ինչպես գրել այնպես, որ Ռիտան ժպտա։ Նա գիտեր, թե ինչպես ներկայացնել հիմնադրամների հաջողությունները այնպես, որ հանդիսատեսը լացի եւ ծափահարի միաժամանակ։ Սակայն այժմ, երբ նա նայում է իր համակարգչի էկրանին, որտեղ բաց է 30-ամյա սցենարը նախագահական ընդունելության համար, նա հասկանում է, որ այդ սցենարը երբեք չի իրականացվի։ Նրա հեռախոսում խմբակային զրույցում, որտեղ մինչև 3 քննարկում էին սցենարի մանրամասները, այժմ լռություն է։ Ոչ ոք չի գրում, ոչ ոք չի հարցնում։ Ավետը փակում է համակարգիչը եւ մտածում, արդյոք նա պետք է գրի մի բան։ Արդյոք նա պետք է հայտարարի իր դիրքորոշումը։ Բայց նա չի գրում։ Նա պարզապես նստում է իր աթոռին եւ սկսում է հիշել, թե ինչպես Ռիտան նրան միշտ անվանում էր «իմ ձեռքը»։ Դու ես իմ ձեռքը, Էրքը Ավետ, քեզ հետ ամեն ինչ կենդանի է դառնում։ Իսկ հիմա այդ ձեռքը պետք է որոշի արդյոք շարունակել գրել, թե դադարել, արդյոք մնալ լոյալ, թե փախչել։ Ավետը չգիտի պատասխանը, բայց նա գիտի մեկ բան, որ լռությունը նույնպես ընտրություն է, եւ երբեմն լռությունը ավելի բարձր է խոսում, քան ցանկացած բառ։ 22-րդի գիշերը Երևանը չէր քնում։ Հանրապետության հրապարակում մարդիկ երգում էին, պարում էին, ու յուրաքանչյուր նոր անուն, որ միանում է շարժմանը, դառնում էր հերոս։ Սակայն Ռիտա Սարգսյանի համար այդ գիշերը եղավ ամենաերկարը իր կյանքում։ Նրա սենյակում լույսը մարած էր, բայց նա քնած չէր։ Նա նստած էր իր անկողնում եւ նայում էր հեռախոսին։ Յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսնում էր սոցցանցերում նոր գրառում «Ժողովրդի հետ եմ», նա փորձում էր հիշել, թե երբ էր վերջին անգամ տեսել այդ մարդուն։ Էրիկ Կարապետյանը։ Վերջին անգամ նրանք տեսել էին մարտի 12-րդին, Ռիտա Սարգսյանի հիմնադրամի տարեդարձի միջոցառման ժամանակ։ Էրիկը երգել էր 2 երգ, իսկ երբ ավարտել էր, Ռիտան ոտքի էր կանգնել եւ ծափահարել։ Նա հիշում է, թե ինչպես Էրիկը ժպտաց նրան եւ ասաց. «Շնորհակալություն ամեն ինչի համար, Ռիտա ջան»։ Իսկ հիմա, ընդամենը 40 օր հետո, Էրիկը հրապարակում էր բղավում. «Մերժիր Սերժին»։ Ռիտան փորձում էր հասկանալ, արդյոք Էրիկը երբևէ իսկապես շնորհակալ է եղել, թե պարզապես խաղում էր դեր։ Արդյոք նրանցից որևէ մեկը իսկապես սիրում էր նրան, թե բոլորը սպասում էին միայն այն պահին, երբ կարող են ազատվել։ Սակայն Ռիտան չլաց։
Նա պարզապես շարունակում էր նայել էկրանին, որտեղ անունները շարունակում էին հայտնվել մեկը մյուսի հետևից։ Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արման Հովանիսյանը։ Յուրաքանչյուր անուն մեկ նոր վերք, յուրաքանչյուր գրառում մեկ նոր հարված։ Ռիտան հասկանում էր, որ նրա երկրորդ ընտանիքը փլուզվում է մեկ գիշերում, եւ նա ոչինչ չի կարող անել դա կանխելու համար։ Բայց ամենավատն այն էր, որ նա հասկանում էր, թե ինչու են նրանք դա անում։ Վախից, կարիերայի համար, սեփական ապագայի համար։ Ռիտան մտածում էր, արդյոք ինքն էլ կանի նույնը, եթե լիներ նրանց դիրքում։ Բայց պատասխանը երբեք չգտավ։ 23-րդի առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, Ռիտա Սարգսյանի հեռախոսը դարձավ լրիվ դատարկ։ Ոչ մեկ զանգ, ոչ մեկ հաղորդագրություն։ Նույնիսկ նրանք, ովքեր դեռևս չէին հայտարարել իրենց դիրքորոշումը, լռում էին։ Սակայն մեկ զանգ եղավ։ Ժամը 12-ին, երբ հրապարակում սկսվեց տոնակատարությունը, Ռիտա Սարգսյանի հեռախոսը զնգաց։ Համարը անծանոթ էր, բայց Ռիտան պատասխանեց։ Գիծը լռություն էր։ Ապա լսվեց մի ձայն, որը Ռիտան անմիջապես ճանաչեց։ Դա Էրիկ Կարապետյանի ձայնն էր։ Նա խոսեց շատ դանդաղ եւ շատ հանգիստ։ Ռիտա ջան, ես գիտեմ, որ դուք հիմա ինձ ատում եք։ Ես գիտեմ, որ դուք չեք հասկանա, թե ինչու ես դա արեցի, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք մեկ բան։ Ես երբեք չմոռացա ձեր բարությունը։ Ես երբեք չմոռացա այն օրը, երբ դուք ինձ տուն տվեցիք։ Բայց ես ավելի շատ սիրում եմ իմ երկիրը, քան ձեր ընտանիքը։ Ես ընտանիքը։ Ես գիտեմ, որ դուք չեք ների, բայց ես հուսով եմ, որ մի օր կհասկանաք։ Լարը կտրվեց։ Ռիտան նստած էր լուր, եւ արցունքներն արդեն չկարողացան կանգնել նրա աչքերում։ Նա լաց էր լինում ոչ թե Էրիկի պատճառով, այլ որովհետև հասկանում էր, Էրիկը ճշմարիտ էր ասում։ Նա իսկապես սիրում էր երկիրը ավելի շատ, քան Ռիտայի ընտանիքը։ Իսկ դա նշանակում էր, որ բոլոր տարիների ընթացքում Ռիտան կառուցել էր ոչ թե հավատարմություն, այլ կախվածություն։ Իսկ կախվածությունը միշտ պատրվում է, երբ վախը դառնում է ավելի մեծ, քան շնորհակալությունը։ Բայց ոչ բոլորն էին զանգահարում։ Ոչ բոլորն էին փորձում արդարանալ։ Հանրապետության հրապարակում այդ օրերին հավաքված հազարավոր մարդկանցից շատերը գիտեին, ում շնորհիվ են ունենում իրենց տները, իրենց աշխատանքը, իրենց կարգավիճակը։ Բայց նրանք լռում էին։ Նրանք բղավում էին «Մերժիր Սերժին», այնպես բարձրաձայն, որ իրենց սեփական խղճի ձայնը չլսեին։ Ռիտան սկսեց կազմել ցուցակ։ Նա գրում էր անուններ, մեկը մյուսի հետևից։ Ով ստացել է բնակարան, ով ստացել է կոչում, ով ստացել է աշխատանք հեռուստատեսությունում, ով ստացել է բժշկական օգնություն իր ընտանիքի համար։ Ցուցակը երկար էր, շատ երկար։ Երբ Ռիտան հասել էր 130-րդ անվանը, նա դադարեցրեց։ Նա հասկացավ, որ այս ցուցակը երբեք չի հրապարակի։ Ոչ թե որովհետև վախենում էր, այլ որովհետև հասկանում էր, այն մարդիկ, ովքեր այժմ ապրում են հրապարակում, երբեք չեն ընդունի, որ նրանք մեկ անգամ եղել են Ռիտա Սարգսյանի մարդիկ։ Նրանք կստեղծեն նոր պատմություն, որտեղ նրանք միշտ եղել են ազատ, անկախ եւ քննադատող։ Իսկ Ռիտան կմնա որպես այն կինը, ով գնել է իրեն հավատարիմ մարդիկ, բայց որը վերջում բոլորի կողմից լքվեց։ Ցուցակը Ռիտան ոչնչացրեց։ Նա այրեց այն էջերը, որտեղ գրված էին անունները, բնակարանների հասցեները, կոչումների ամսաթվերը։ Նա նայեց, թե ինչպես է կրակը լափում թուղթը եւ մտածեց. արդյոք մի օր ինչ-որ մեկը կհետաքրքրվի, թե ինչ էր գրված այդ էջերում։ Արդյոք մի օր ինչ-որ մեկը կուզենա իմանալ ճշմարտությունը։ Բայց Ռիտան վստահ էր, որ պատասխանը ոչ է։ Ոչ ոք չի ուզենա իմանալ, որովհետև ճշմարտությունը ցավալի է։ Ճշմարտությունը ոչնչացնում է հերոսներին։ Իսկ 2018 թվականին Հայաստանին անհրաժեշտ էին հերոսներ, ոչ թե ճշմարտություն։ Ապրիլի 26-ին Երևանը տոնում էր, փողոցներում երաժշտություն էր հնչում, մարդիկ պարում էին, եւ ամեն ինչ թվում էր, թե հեքիաթ է։ Սակայն Պարոնյան փողոցում 356 բնակարաններից յուրաքանչյուրում գիշերները թույլ չէին քնել։ Առաջին գիշերները նրանք չէին քնում ուրախությունից, իրենք ազատագրվել էին, բայց երկրորդ, երրորդ, չորրորդ գիշերները նրանք չէին քնում, որովհետև սկսում էին հիշել։ Էրիկ Կարապետյանը, ով առավոտյան դուրս էր գալիս իր բնակարանից եւ նայում էր շենքի մուտքի փեղկին, որտեղ մինչ օրս կախված էր փղոսկրի վահանակը, սույն շենքը կառուցվել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ հովանավորությամբ։ Նա մտածում էր. արդյոք պետք է հանի այդ վահանակը։ Արդյոք շենքի բնակիչները պահանջեն հանել այն, բայց վահանակը մնաց։ Ոչ ոք չխոսեց դրա մասին, քանի որ խոսելը նշանակում էր ընդունել, որ շենքն իսկապես կառուցվել է Ռիտա Սարգսյանի շնորհիվ։
Ռազմիկ Ամյանը, ով յուրաքանչյուր անգամ երբ մտնում էր իր ննջասենյակ, նայում էր պատին, որտեղ գախված էր նրա վաստակավոր արտիստ կոչման հավաստագիրը։ Այդ հավաստագրի ներքևում գրված էր. ստորագրությամբ Ռաս Սարգսյան։ Ռազմիկը դեռ չէր հանել այդ հավաստագիրը պատից, բայց նա նաև չէր նայում դեպի այն։ Նա անցնում էր կողքով այնպես, կարծես այդ հավաստագիրը գոյություն չունի։ Բայց ամեն գիշեր, երբ նա քնելու էր պարկում, նա գիտեր, որ հավաստագիրը այնտեղ է, եւ որ Ռաս Սարգսյան ստորագրությունը երբեք չի ջնջվի։ Արդյոք դա նրա անցյալն էր, թե նրա ներկան։ Արդյոք դա նրա ամոթը, թե նրա ստացած փառքը։ Ռազմիկը չգիտեր պատասխանը, բայց նա գիտեր մեկ բան, որ հավաստագիրը երբեք չի հանի, եւ որ երբեք չի պատմի որևէ մեկին, թե ում շնորհիվ ստացավ այն։ Իսկ Ռիտա Սարգսյանը սկսեց վերլուծել, թե ինչը փոխվեց։ Նա հասկացավ, որ տարիների ընթացքում նա ստեղծել էր ոչ թե ընտանիք, այլ համակարգ։ Այդ համակարգում մարդիկ գործում էին ոչ թե սիրուց, այլ վախից եւ շահից։ Յուրաքանչյուր բարեգործական ծրագիր, յուրաքանչյուր բնակարանի բաշխում, յուրաքանչյուր կոչումի շնորհում ուներ թաքնված պայմաններ։ Պայմանները չէին գրվում թղթի վրա, բայց բոլորը գիտեին դրանք։ Դու պիտի երգես, երբ ասում եմ։ Դու պիտի ժպտաս, երբ ֆոտոխցիկն է նայում։ Դու պիտի մասնակցես, երբ միջոցառում է։ Դու պիտի լռես, երբ քննադատում են։ Սակայն երբ համակարգը փլուզվեց, պայմանները կորան։ Մարդիկ ազատվեցին, բայց նրանք չգիտեին, թե ինչ անել այդ ազատությամբ։ Նրանք վազեցին հրապարակ, որովհետև բոլորն այդտեղ էին վազում։ Նրանք բղավեցին «Մեյն, մերժիր Սերժին», որովհետև բոլորն այդ էին բղավում։ Բայց երբ տոնակատարությունն ավարտվեց, երբ հրապարակը դատարկվեց, երբ նրանք վերադարձան տուն, նրանք սկսեցին հիշել։ Սկսեցին հիշել այն օրը, երբ Ռիտան նրանց բանալին տվեց, այն օրը, երբ նրանց անունը կարդացին պետական հանդիսավոր միջոցառման ժամանակ, այն օրը, երբ Ռիտան զանգահարեց եւ հարցրեց. «Ինչպե՞ս ես, ամեն ինչ լավ է»։ Նրանք շեցին, եւ հիշելը սկսեց ավելի ցավելու, քան լքելը։ Սակայն նրանք չվերադարձան, նրանք չզանգահարեցին, նրանք չգրեցին, որովհետև վերադառնալը նշանակում էր ընդունել, որ նրանք սխալվել էին, իսկ ընդունելը նշանակում էր կորցնել այն նոր ինքնությունը, որը նրանք ստեղծել էին հրապարակում։ Մայիսի 2-րդին Հրանտ Թոխատյանը հանդիպեց Էրիկ Կարապետյանին Հյուսիսային պողոտայում։ Նրանք երկուսն էլ կանգ առին։ Նրանք նայեցին միմյանց աչքերին։ Հրանտը սպասում էր, որ Էրիկը ասի ինչ-որ բան, բայց Էրիկը լռում էր։ Հրանտն էլ չխոսեց։ Նրանք կանգնեցին մի քանի վայրկյան, ապա շարունակեցին իրենց ճանապարհով։ Բայց երկուսն էլ հասկացան, որ այդ լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած խոսք կարող էր լինել։ Այդ լռությունը ասում էր. «Մենք երկուսս էլ գիտենք, թե ինչ արեցինք։ Մենք երկուսս էլ հիշում ենք Ռիտային։ Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ մեր բնակարանները, մեր կոչումները, մեր կարիերան սկսվել է նրա ստորագրությամբ։ Բայց մենք երկուսս էլ ընտրեցինք մնալ լուր, որովհետև խոսելը նշանակում էր կորցնել ամեն ինչ»։ Արդյոք դա դավաճանություն էր, թե գոյատևման ինստինկտ։ Արդյոք Հրանտը եւ Էրիկը պետք է ամաչեին, թե հպարտ լինեին, որ ընտրել էին ժողովրդի կողմը։ Պատասխանը կախված էր նրանից, թե ում եք հարցնում։ Սերժ Սարգսյանի կողմնակիցները կպատասխանեին դավաճանություն։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կպատասխանեին քաջություն։ Բայց Հրանտն ու Էրիկը գիտեին ճշմարտությունը։ Ճշմարտություն այն էր, որ նրանք ընտրել էին գոյատևումը։ Նրանք ընտրել էին մնալ աշխատանքում, մնալ հանրության աչքում, մնալ հայ շոու բիզնեսում։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր դառնալ հեղափոխության հերոս։ Անհրաժեշտ էր լքել Ռիտա Սարգսյանին։ Անհրաժեշտ էր մոռանալ այն կնոջը, ով նրանց տուն էր տվել։ 2018 թվականի մայիսի 6-րդին, երբ Երևանը դեռ խմած էր հաղթանակի գինուց, մի փաստաթուղթ անհետացավ։ Ոչ թե կորավ պատահականորեն, այլ անհետացավ, մտածված, հաշվարկված, անթարցելի։ Այդ փաստաթուղթը պահվում էր նախագահականի արխիվում, կապույտ պլաստիկ թղթապանակի մեջ, որի կողին գրված էր միայն 3 նիշ՝ A մեմ C 112։ Ներսում 67 էջ։ Յուրաքանչյուր էջում անուն, հասցե, ամսաթիվ, ստորագրություն։ 67 էջը պատմում էր ամբողջ պատմությունը, ով, երբ, ինչի դիմաց։ Բայց ամենակարևորը վերջին էջն էր, որտեղ ձեռագիր գրություններով նշված էր. հետադարձ կապի համար, անձամբ Ռատ Ս։ Այդ նշումը նշանակում էր, որ յուրաքանչյուր բնակարանի, յուրաքանչյուր կոչումի, յուրաքանչյուր ավյուր արտոնության համար գոյություն ուներ անձնական պարտավորություն։ Ոչ գրավոր, բայց իրական։ Երբ մայիսի 6-րդի կեսգիշերին նախագահականի անվտանգության ծառայության 2 աշխատակից մտան արխիվ,
Նրանք գիտեին ճիշտ, թե ինչ են փնտրում։ Նրանք հանեցին կապույտ թղթապանակը, դրեցին մեկ այլ տուփի մեջ և 12 րոպե անց այդ թղթապանակը այրվում էր կենտրոնական ջեռուցման կայանի վառարանում։ 67 էջը դարձավ մոխիր։ Բայց արդյոք դա նշանակում էր, որ պատմությունը ջնջվեց։ Արդյոք կրակը կարող էր այրել հիշողությունը։ Երկու աշխատակիցները դուրս եկան և գրեցին հաշվետվություն։ Գործողություն կատարված, մյուտ չկա։ Բայց նրանք չգիտեին, որ կապույտ թղթապանակի լուսապատճենը գոյություն ուներ։ Ով էր պատճենել այն, երբ, ինչու։ Պատասխանը գիտեին միայն 3 մարդ, և 3-ն էլ մինչև օրս պահպանում են լռությունը։ Բայց եկեք խոսենք ոչ թե արխիվների, այլ մարմնի մասին։ 10 տարի իշխանության մեջ լինելը թողնում է հետքեր ոչ միայն պատմության մեջ, այլև դեմքի վրա։ Ռիտա Սարգսյանը 2008-ին, երբ դարձավ առաջին ննտիկին, 51 տարեկան էր։ Նրա մազերը դեռ լիովին սև էին, նրա քայլքը ուղիղ, նրա ժպիտը լայն։ Լուսանկարները ցույց են տալիս կին, ով հավատում էր իր ապագային։ Բայց 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռիտա Սարգսյանը 61 տարեկան էր, և նրա դեմքը պատմում էր ուրիշ պատմություն։ Նրա մազերը ամբողջովին ճերմակ էին, ոչ թե գեղեցիկ արծաթակույն, այլ այն ճերմակ, որը գալիս է անքնությունից։ Նրա քայլքը դարձել էր դանդաղ, զգույշ, կարծես յուրաքանչյուր քայլ ցավ էր պատճառում։ Նրա ժպիտը ստիպված, պարտադիր, անհրաժեշտ։ Երբ համեմատում ես 2008-ի և 2018-ի լուսանկարները, տեսնում ես ոչ թե 10 տարի, այլ 20։ Ֆիզիկական փոփոխությունները սկսվել էին 2016-ին, երբ Սերժ Սարգսյանի դեմ սկսվեցին առաջին մեծ բողոքի ցույցերը, էլեկտրիկական ցանցերի գների բարձրացման դեմ։ Ռիտան սկսեց քնել օրական 4 ժամ։ Նրա անձնական բժիշկը, ով երբեք չի խոսել հրապարակայնորեն, մի անգամ ասել է ընկերոջը. «Նրա սիրտը լցված է խռովությամբ, ես տեսնում եմ դա էլեկտրակարդիոգրամում»։ 2017-ին Ռիտա Սարգսյանը սկսեց ունենալ ճնշման խնդիրներ։ Նրա ներքին շրջապատը հիշում է, որ նա միշտ ձեռքին ունենում էր փոքրիկ սպիտակ հաբերի տուփ, և երբ լարվածությունը դառնում էր անտանելի, նա լուռ մի հաբ էր ուտում, առանց ջուր խմելու, առանց որևէ մեկին նկատել տալու։ Սակայն ամենավատ փոփոխությունը եղավ աչքերում։ 2008-ի լուսանկարներում Ռիտա Սարգսյանի աչքերը փայլում են։ 2018-ի լուսանկարներում նույն աչքերը դատարկ են։ Փայլը անհետացել էր, մնացել էր միայն հայացքը, որը նայում էր ուղիղ առաջ, բայց ոչինչ չէր տեսնում։ Երբ մարմինը 10 տարի կրում է երկրի ծանրությունը, երբ դեմքը 10 տարի ժպտում է ստիպված, երբ սիրտը 10 տարի լռում է, չասելով այն, ինչ ցավում է, ապա դա չի կարող չթողնել հետքեր։ Իսկ Ռիտա Սարգսյանի մարմինը 2018-ին ասում էր. «Ես հոգնել եմ»։ Սակայն ամենամեծ հարցը չէր այդ։ Ամենամեծ հարցը եղավ. ով գիտեր։ Ով գիտեր Ռիտա Սարգսյանի իսկական ֆիզիկական վիճակի մասին։ Արդյոք նրա մտերիմները, ովքեր ամեն օր երգում էին նրա միջոցառումներում, նկատել էին, որ նրա ձեռքերը դողում են։ Արդյոք Էրիկ Կարապետյանը, երբ Ռիտան ծափահարում էր նրա համերգին, տեսել էր, որ նրա շնչառությունը դժվարանում է։ Արդյոք Հրանտ Թոխատյանը, երբ Ռիտան նստում էր առաջին շարքում և ժպտում էր ֆոտոխցիկներին, գիտեր էր, որ այդ ժպիտի տակ թաքնված է անքնության գիշերներ։ Պատասխանը՝ ոչ։ Նրանք չէին տեսել, որովհետև չէին ուզում տեսնել։ Քանի դեռ Ռիտան ժպտում էր, քանի դեռ Ռիտան ներկա էր, քանի դեռ Ռիտան ստորագրում էր փաստաթղթեր, նրանց համար ամեն ինչ լավ էր։ Բայց երբ եկավ ապրիլի 22-րդը, երբ նրանք վազեցին հրապարակ, արդյոք նրանցից որևէ մեկը մեկ վայրկյան մտածեց, թե ինչ է զգում Ռիտան այդ պահին։ Արդյոք Ռազմիկ Ամյանը, երբ գրում էր «Ազատություն Նիկոլին», մտածեց, որ Ռիտան այդ պահին գուցե նստած է մենակ իր սենյակում և լսում է, թե ինչպես են փլուզվում նրա 10 տարիները։ Պատասխանը՝ ոչ։ Նրանք չմտածեցին, որովհետև մտածելը նշանակում էր զգալ մեղք, իսկ մեղքը խանգարում էր հեղափոխության հերոս դառնալուն։ Հենց այս պահին պետք է խոսել այն մասին, ինչի մասին ոչ ոք չի ուզում խոսել։ 2018-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, Ռիտա Սարգսյանը դարձավ անտեսանելի։ Նա այլևս չէր ներկայանում հանրությանը։ Նա այլևս չի կազմակերպում բարեգործական երեկույթներ։ Նրա հիմնադրամները շարունակում էին գործել, բայց նրա անունը այլևս չէր հնչում։ Սակայն մի բան պահպանվեց՝ բժշկական հսկողությունը։ Ռիտա Սարգսյանի անձնական բժիշկը, ով 10 տարի էր ծառայել նրան, շարունակեց այցելել։ Երկուշաբթի և հինգշաբթի, ժամը 10 առավոտյան։ Բժշկական եթիկան թույլ չի տալիս բացահայտել հիվանդի տվյալները, բայց կան փաստեր, որոնք արտահոսել են։
2019 թվականի հոկտեմբերին Ռիտա Սարգսյանը տեղափոխվեց հիվանդանոց գիշերային ժամերին, առանց լրատվական գործակալություններին տեղեկացնելու։ Նրա խնդիրը վերաբերում էր սրտին։ Հարցականը մնում է, արդյոք սրտի այդ խնդիրը սկսվել էր 2018-ից առաջ, թե դա եղավ ապրիլի իրադարձությունների անմիջական հետևանքը։ Բժիշկները լռում են, բայց ինսայդերները ասում են. Ռիտա Սարգսյանի սիրտը սկսեց խնդիրներ ունենալ հենց այն գիշերից, երբ նա կարդաց Էրիկ Կարապետյանի սոցցանցի գրառումը։ Այդ օրից սկսած նրա ճնշումը երբեք չվերադարձավ նորմալ։ Բժիշկները որոշակի դեղամիջոցներ նշանակեցին, բայց դեղամիջոցները կարող էին բուժել մարմինը, ոչ թե հոգին։ Իսկ Ռիտա Սարգսյանի հոգին 2018-ից հետո եղավ ոչ բուժելի վիրավորված։ Բայց ով էր այն մարդը, ով իսկապես շահեց Սերժ Սարգսյանի անկումից։ Ով էր Քուի Բոնոյի հերոսը։ Երբ քաղաքական վերլուծաբանները խոսում են 2018-ի մասին, նրանք հիմնականում կենտրոնանում են Նիկոլ Փաշինյանի վրա, բայց գոյություն ուներ մեկ այլ խաղացող, ում անունը հազվադեպ է հիշատակվում։ Նրա անունը Գագիկ Ծառուկյան։ 2018-ի ապրիլին, երբ փողոցները լեցուն էին ցուցարարներով, Ծառուկյանը պահպանեց լռություն։ Նա ոչ աջակցեց Սերժ Սարգսյանին, ոչ էլ միացավ հեղափոխությանը։ Նա սպասեց։ Իսկ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ծառուկյանը եղավ մեծագույն շահառուներից մեկը։ Ինչու՞։ Որովհետև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը Ծառուկյանի կուսակցությունն էր, դարձավ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը։ Երբ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը փլուզվեց, Ծառուկյանի կուսակցությունը ժառանգեց մեծ մասը նրա ընտրողներին։ Երբ Սերժ Սարգսյանի բիզնես կապերը կտրվեցին, Ծառուկյանի բիզնես կապերը ընդլայնվեցին։ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստանը ստացավ 26 ընտրատեղամասերից 6 տեղ։ Դա նշանակում էր իրական քաղաքական ազդեցություն։ Իսկ ինչպես դա կապված է Ռիտա Սարգսյանի հետ։ Շատ պարզ կերպով։ Այն արտիստները, ովքեր 2018-ի ապրիլին լքեցին Ռիտային, Մի տարի անց սկսեցին երգել Ծառուկյանի միջոցառումներում։ Էրիկ Կարապետյանը 2019-ի մարտին մասնակցեց Ծառուկյանի բարեգործական ծրագրին։ Ռազմիկ Ամյանը նույն տարվա հունիսին երգեց Ծառուկյանի ծննդյան օրվա խնջույքում։ Արդյոք դա պատահականություն էր։ Արդյոք արտիստները պարզապես փնտրում էին նոր հովանավոր, թե Ծառուկյանը գիտեր, որ Ռիտայի լքված երեխաները հիմա հասանելի են։ Պատասխանը պարզ է. երկուսն էլ։ Արտիստներն անհրաժեշտություն ունեին գումար վաստակելու, իսկ Ծառուկյանն անհրաժեշտություն ուներ հայտնի դեմքերով իր իմիջը բարելավելու։ Հենց այսպես, պարզ, դաժան, բիզնես։ Բայց եկեք վերադառնանք կապույտ թղթապանակին։ Երբ այն այրվեց, երբ 67 էջը դարձավ մոխիր, երբ ԱՄԾ 112 կոդը դադարեց գոյություն ունենալ, արդյոք դա նշանակում էր, որ պատմությունը ջնջվեց։ Ոչ, որովհետև դեռ գոյություն ուներ լուսապատճենը։ Իսկ այդ լուսապատճենը պահվում էր մի տեղում, Որտեղ ոչ ոք չէր փնտրում։ 2018-ի մայիսի 7-ին Ռիտա Սարգսյանի անձնական օգնականը ԱՄ, որտեղ նրա անունը գրված է հենց Ռիտա Սարգսյանի ձեռագրով։ Պատասխանը՝ այո։ Նա անհանգստացավ։ Իսկ անհանգստությունը կարելի էր տեսնել նրա աչքերում, երբ նա նայում էր դեպի գերեզմանը եւ շուրթերը շարժում էր անլսելի աղոթքով։ Արդյոք այդ աղոթքը Ռիտայի հոգու համար էր, թե սեփական խղճի համար։ 2021-ի հունվարին, երբ Ռիտա Սարգսյանի հիմնադրամները պաշտոնապես փակվեցին, երբ Նվիրիր կյանքը եւ Արագիլը դադարեցին գոյություն ունենալ, երբ նրանց բանկային հաշիվները փակվեցին եւ համայնքային ծրագրերը դադարեցին, արդյոք որևէ մեկը հարցրեց ինչու։ Արդյոք որևէ մեկը հետաքրքրվեց ինչու այդ հիմնադրամները, որոնք 10 տարի օգնել էին հարյուրավոր երեխաներին, այժմ փակվում են։ Պատասխանը տրվեց շատ բյուրոկրատիկ լեզվով։ Հիմնադրամների հիմնադիրը հանգուցյալ է, օրինական իրավահաջորդներ չկան, ծրագրերը չեն կարող շարունակվել։ Բայց այդ բանաձևի տակ թաքնված էր մեկ այլ ճշմարտություն։ Նոր իշխանությունները չէին ուզում, որ Ռիտա Սարգսյանի անունը շարունակի ապրել։ Նրանք ուզում էին, որ նրա բարեգործությունը դադարի, Որ նրա օգնությունը մոռացվի։ որ նրա հովանավորությունը դառնա պատմություն։ Իսկ ամենավատը, այն արտիստները, ովքեր 10 տարի շահագործել էին այդ հիմնադրամները, ովքեր երգել էին բարեգործական երեկույթներում, ովքեր տեսաբեմից հայտարարել էին. «Մենք պետք է օգնենք մեր երեխաներին», այժմ լռում էին։ Ոչ ոք չխոսեց հիմնադրամների փակման դեմ։ Ոչ ոք չհարցրեց. ինչու այն երեխաները, ովքեր դեռ ստանում էին օգնություն, այժմ պետք է մնան առանց բուժման։ Ոչ ոք չառաջարկեց, որ հիմնադրամները կարող են շարունակել գործել առանց Ռիտա Սարգսյանի անվան։
Նրանք լռեցին, որովհետև խոսելը նշանակում էր ընդունել, որ Ռիտան արել է լավ բան, իսկ ընդունելը նշանակում էր կորցնել հեղափոխության հերոս կարգավիճակը։ Բայց ով էր իսկական դավաճանը։ Արդյոք դա Էրիկ Կարապետյանն էր, ով 2018-ի ապրիլի 22-ին վազեց հրապարակ։ Արդյոք դա Ռազմիկ Ամյանն էր, ով սոցցանցում գրեց «Ազատություն Նիկոլին»։ Արդյոք դա Հրանտ Թոխատյանն էր, ով հրաժարվեց լռել։ Թե միգուցե իսկական դավաճանը համակարգն էր, որը 10 տարի ստեղծել էր Ռիտա Սարգսյանը։ Համակարգը, որտեղ մարդիկ պարտավոր էին լինել հավատարիմ ոչ թե համոզմունքներից, այլ շահից։ Համակարգը, որտեղ արտիստները երգում էին ոչ թե սիրուց, այլ պարտավորությունից։ Համակարգը, որտեղ յուրաքանչյուր բնակարանի բանալի իր հետ բերում էր անտեսանելի պարտք։ Երբ այդ համակարգը փլուզվեց, երբ վախը փոխարինվեց ազատությամբ, երբ պարտավորությունը փոխարինվեց ընտրությամբ, արդյոք մարդիկ պետք է մեղադրվեին, որ ընտրեցին ազատությունը, թե նրանք պետք է մեղադրվեին, որ 10 տարի չընտրեցին, պարզապես ապրեցին այն համակարգում, որը եղավ միակ հնարավորը։ Հարցը մնում է բաց, իսկ պատասխանը կախված է նրանից, թե ում եք հարցնում։ Սերժն ում։ Սերժ Սարգսյանի կողմնակիցները կասեն դավաճանություն, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կասեն ազատագրում, բայց Ռիտա Սարգսյանը, եթե կարողանար խոսել իր գերեզմանից, հավանաբար կասեր. դուք երկուսն էլ սխալ եք։ Դա ոչ դավաճանություն էր, ոչ ազատագրում։ Դա բնականon էր։ Ես ստեղծեցի համակարգ, որը հիմնված էր վախի վրա, իսկ վախը միշտ ավարտվում է փախուստով։ Արդյոք Էրիկ Կարապետյանը մինչև օրս ապրում է իր բնակարանում Պարոնյան փողոցում, այն բնակարանում, որը ստացել էր Ռիտա Սարգսյանից։ Արդյոք նա դեռ պահպանում է բանալին, որը Ռիտան տվեց նրան 10 տարի առաջ։ Արդյոք նա երբևէ մտածում է, երբ նայում է իր զույգ սենյակների պատերին, թե ով էր իսկական տերը այդ բնակարանի։ Պատասխանները գիտեն միայն 25 արտիստները, ովքեր դեռ ապրում են Պարոնյան փողոցի հովանավորված բնակարաններում։ Նրանք երբեք չեն խոսում դրա մասին, երբեք չեն հիշատակում Ռիտա Սարգսյանի անունը, երբեք չեն պատմում, թե ինչպես ստացան այդ տները։ Նրանք ապրում են լուռ, փակ, անհանգիստ։ Իսկ երբ գիշերները անցնում են Պարոնյան փողոցով եւ նայում են այն շենքերի պատուհաններին, հարցում են ինքներդ ձեզ. արդյոք այդտեղ քնում են հանգիստ, թե նրանք էլ են, ինչպես Ռիտան, տառապում անքնությունից։ 2020 թվականի նոյեմբերի 26-րդի առավոտը Երևանում սկսվեց անձրևով։ Ոչ թե թեթև անձրև, այլ այն տեսակի անձրև, որը թափվում է երկնքից։ Կարծես բնությունը լալիս է։ Ժամը 9 առավոտյան Ռիտա Սարգսյանի անձնական բժիշկը մտավ նրա սենյակ եւ հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է։ Ռիտան պառկած էր անկողնում, աչքերը փակ, շնչառությունը շատ դանդաղ։ Բժիշկը անմիջապես կանչեց շտապ օգնություն, բայց երբ սանիտարները հասան, արդեն ուշ էր։ Ռիտա Սարգսյանի սիրտը դադարեց զարկել ժամը 10:35-ին։ Նրա վերջին խոսքերը ըստ բժշկի եղան. ասացեք նրանց, որ ես երբեք չմոռացա։ Բայց ում էր նա նկատի ունենում։ Արդյոք իր ընտանիքին, իր երեխաներին, իր թոռներին, թե միգուցե այն 356 մարդուն, ովքեր ստացան բնակարաններ, կոչումներ, աշխատանք։ Թե միգուցե այն տասնյակ արտիստներին, ովքեր 2018-ի ապրիլին վազեցին հրապարակ։ Բժիշկը չհարցրեց։ Նա գիտեր, որ որոշ հարցեր մնում են անպատասխան։ Երբ լուրը տարածվեց, երբ հայ լրատվամիջոցները սկսեցին հրապարակել Սերժ Սարգսյանի տիկինը մահացել է, երբ սոցցանցերում սկսվեցին Աստված հանգստացրի, լուսավոր հիշատակ գրառումները, արդյոք որևէ մեկը մտածեց, թե ինչ մտքեր անցան Ռիտա Սարգսյանի գլխով նրա վերջին ժամերին։ Արդյոք նա հիշեց Էրիկ Կարապետյանի հեռախոսազանգը 2018-ի ապրիլի 23-ին։ Արդյոք նա հիշեց այն օրը, երբ նա այրեց ցուցակը։ Արդյոք նա հիշեց կապույտ թղթապանակը, որի լուսապատճենը դեռ պահվում էր ինչ-որ տեղ։ Արդյոք նրա վերջին մտքերը եղան ատելության, թե ներիտալու մասին։ Մենք երբեք չենք իմանա պատասխանը, բայց կարող ենք վստահ լինել մեկ բանի, որ Ռիտա Սարգսյանը մահացավ ոչ թե հիվանդությունից, այլ կոտրված սրտից։ Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ հուղարկավորությունը։ Սերժ Սարգսյանը կանգնած էր գերեզմանի մոտ։ Նրա դեմքը ծածկված էր սևակնոցով, բայց արցունքները հոսում էին մեին։ Հարյուրավոր մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու։ Բայց եկեք նայենք, թե ովքեր եկան եւ ովքեր ոչ։ Նունե Եսայանը եկավ։ Նա կանգնեց գերեզմանի մոտ 3 րոպե, աղոթեց եւ հեռացավ, առանց ոչ մեկի հետ խոսելու։ Շուշան Պետրոսյանը նույնպես եկավ։ Նա ծաղիկներ դրեց գերեզմանի վրա
եւ շրթներով անլսելի ինչ-որ բան ասաց։ Ավետ Բարսեղյանը եկավ ուշ երեկոյան, երբ արդեն գրեթե բոլորը հեռացել էին։ Նա մոտեցավ գերեզմանին, նստեց հողի վրա եւ մի քանի րոպե լռեց։ Ապա նա վեր կացավ եւ հեռացավ առանց նայելու ետ։ Բայց Էրիկ Կարապետյանը չեկավ, Ռազմիկ Ամյանը չեկավ, Մարտին Մկրտչյանը չեկավ, Հրանտ Թոխածյանը չեկավ, Արման Հովանիսյանը չեկավ։ Այն մարդիկ, ովքեր 10 տարի երգել էին Ռիտա Սարգսյանի միջոցառումներում, ովքեր ստացել էին բնակարաններ, կոչումներ, արտոնություններ, չեկան նրա հուղարկավորությանը։ Նրանք գրեցին սոցցանցերում խորին ցավակցություն ընտանիքին, բայց չեկան։ Ինչու՞։ Վախից։ Վախից, որ ֆոտոխցիկները կնկարեն նրանց եւ վաղը լուրերում կգրեն նախկին հովանավորվածները եկան հուղարկավորության։ Վախից, որ հանրությունը կկարծի նրանք դեռ հավատարիմ են Սարգսյաններին։ Վախից, որ կորցնեն այն ամենը, ինչ վաստակել էին հեղափոխությունից հետո։ Իսկ վախը եղավ ավելի ուժեղ, քան հիշողությունը։ Վախը եղավ ավելի ուժեղ, քան շնորհակալությունը։ Վախը եղավ ավելի ուժեղ, քան կորած հավատարմությունը։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչ տեղի ունեցավ հուղարկավորությունից հետո։ 2021-ի հունվարին, երբ Ռիտա Սարգսյանի հիմնադրամները փակվեցին, երբ նրա բանկային հաշիվները սառեցվեցին, երբ նրա բոլոր նախագծերը դադարեցին, արդյոք որևէ մեկը հարցրեց, ինչ կլինի այն երեխաների հետ, ովքեր դեռ ստանում էին բուժում։ Արդյոք Էրիկ Կարապետյանը, ով 2013-ին եղել էր Նվիրիր կյանք հիմնադրամի դեսպանը, առաջարկեց, որ իրենք շարունակեն ծրագիրը։ Ոչ։ Արդյոք Ռազմիկ Ամյանը, ով 2016-ին երգել էր Արագիլ հիմնադրամի տարեդարձի համերգում, խոսեց հրապարակայնորեն հիմնադրամի փակման դեմ։ Ոչ։ Նրանք լռեցին, որովհետև խոսելը նշանակում էր ընդունել, որ Ռիտա Սարգսյանի արածը արժեք ուներ, իսկ ընդունելը նշանակում էր կորցնել այն ամենը, ինչ նրանք շահել էին 2018-ից հետո։ Բայց ամենածանր եղավ այն, որ երեխաները, ովքեր դեռ սպասում էին բուժման, մնացին առանց օգնության։ Նրանց ծնողները գրեցին նամակներ, դիմեց, դիմ նոր իշխանություններին, բայց պատասխանը եղավ հիմնադրամները անձնական էին, պետությունը պատասխանատվություն չունի։ Հենց այսպես, պարզ, սառը, վերջնական։ Իսկ արտիստները, ովքեր 2008-ից 2018 տարիների ընթացքում բեմից բղավել էին «Մենք պետք է օգնենք մեր երեխաներին», այժմ լռում էին։ Նրանք շարունակում էին երգել, պարել, հաղորդավարել, բայց այլևս ոչ մեկը չհիշեց Նվիրիր կյանքը։ Ոչ մեկը չհիշեց Ռիտա Սարգսյանին։ Ոչ մեկը չհիշեց, որ հենց այդ հիմնադրամների շնորհիվ հարյուրավոր երեխաներ ստացան երկրորդ հնարորդ հնարավորություն ապրելու համար։ Հիմա եկեք վերադառնանք այն հարցին, որը ամենակարևորն է։ Ո՞վ էր իսկապես պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Արդյոք Ռիտա Սարգսյանը, ով ստեղծեց համակարգ, որտեղ մարդիկ պարտավոր էին լինել հավատարիմ էին համար։ Արդյոք արտիստները, ովքեր ընդունեցին այդ համակարգը եւ ապրեցին դրանով 10 տարի։ Արդյոք հեղափոխությունը, որը ոչնչացրեց հին համակարգը, բայց չստեղծեց նորը։ Թե միգուցե Սերժ Սարգսյանը, ով թույլ տվեց, որ իր կինը դառնա երկրի երկրորդ իշխանությունը։ Կամ միգուցե պատասխանատուն եղավ ողջ հասարակությունը, որը 10 տարի լռեց, երբ տեսնում էր, թե ինչպես է բաշխվում հովանավորությունը։ Երբ վերլուծում ենք այս պատմությունը, պարզվում է, որ պատասխանատուն բոլորն են, եւ միևնույն ժամանակ ոչ ոք։ Ռիտա Սարգսյանը ստեղծեց համակարգը, բայց համակարգը աշխատեց միայն այն պատճառով, որ մարդիկ ընդունեցին այն։ Արտիստները ընտրեցին հավատարմությունը, բայց միայն այն պատճառով, որ այլ ընտրության հնարավորություն չկար։ Հեղափոխությունը փլուզեց համակարգը, բայց միևնույն ժամանակ ոչնչացրեց նաև այն լավ բաները, որ համակարգը ստեղծել էր։ Իսկ հասարակությունը դատեց բոլորին, բայց նույն հասարակությունը 2008-ից 2018 տարիների ընթացքում պարում էր այդ նույն արտիստների համերգներին, ծափահարում էր, երբ Ռիտա Սարգսյանը պարգևատրում էր նրանց, եւ ոչ մեկը չհարցրեց, արդյոք ճիշտ է դա։ 2022-ի ապրիլին, երբ լրացավ 4 տարի հեղափոխությունից, երբ Հայաստանը տոնում էր Թավշյա հեղափոխության տարեդարձը, երբ հանրապետության հրապարակը կրկին լեցուն էր մարդկանցով, արդյոք որևէ մեկը հիշեց Ռիտա Սարգսյանին։ Արդյոք որևէ մեկը հիշեց այն կնոջը, ով մահացավ կոտրված սրտով։ Արդյոք որևէ մեկը հիշեց այն երեխաներին, ովքեր մնացին առանց բուժման, երբ Նվիրիր կյանքը փակվեց։ Արդյոք Էրիկ Կարապետյանը, ով այդ օրը կրկին բեմ բարձրացավ եւ երգեց հեղափոխության օրհներգը, մի վարքյան մտածեց, որ հենց 4 տարի առաջ նա բնակարան էր ստացել այն կնոջից, ում անունը այժմ արգելված էր հիշել։
Պատասխանը ոչ։ Նա չմտածեց, որովհետև մտածելը նշանակում էր զգալ մեղք, իսկ մեղքը խանգարում էր երգել, խանգարում էր ժպտալ, խանգարում էր շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Բայց մի բան տեղի ունեցավ 2022-ի հուլիսին, որը փոխեց ամեն ինչ։ Անոնիմ սոցիալական էջում հայտնվեց մի փաստաթուղթ՝ 30 էջ, լուսապատճեն։ Վերևում գրված էր Ռիտա Սարգսյանի հովանավորվածների ցուցակ 2008-ից մինչև 2018։ Յուրաքանչյուր էջում անուններ, հասցեներ, ամսաթվեր։ Էրիկ Կարապետյան, բնակարան, Պարոնյան 2/5, 2012, մարտի 16։ Ռազմիկ Ամյան, վաստակավոր արտիստի կոչում 2014, մայիսի 8։ Մարտին Մկրտչյան, հեռուստատեսային հաղորդման վարող, Հայ TV, 2012, հոկտեմբերի 32։ Հրանտ Թոխատյան, Մայրական բուժում, նվիրիր կյանք, 2015, հունվարի 22։ Ցուցակը երկար էր, շատ երկար։ Յուրաքանչյուր անուն մեկ փաստ, յուրաքանչյուր հանճուր հասցե մեկ ապացույց, յուրաքանչյուր ամսաթիվ մեկ հիշեցում։ Փաստաթուղթը տարածվեց սոցցանցերում մի քանի ժամում։ Լրատվամիջոցները փորձեցին ստուգել դրա իսկությունը, բայց ոչ ոք չկարողացավ հաստատել կամ հերքել։ Արտիստները, ում անունները հայտնվեցին ցուցակում, սկսեցին հերքել։ Էրիկ Կարապետյանը գրեց. «Սուտ է, ես երբեք չեմ ստացել բնակարան Ռիտա Սարգսյանից»։ Բայց հենց հաջորդ օրը անոնիմ էջում հայտնվեց լուսանկար, բնակարանի սեփականության վկայականը, որտեղ պարզ էր տեսնում Էրիկ Կարապետյանի անունը եւ ստորագրությունը։ Ռազմիկ Ամյանը գրեց. «Իմ վաստակավոր արտիստի կոչումը վաստակված է տարիների աշխատանքով»։ Բայց հաջորդ օրը հայտնվեց հին լուսանկար, որտեղ Ռազմիկը կանգնած էր Ռիտա Սարգսյանի կողքին, ձեռքին հավաստագիրը։ Հրանտ Թոխատյանը պարզապես ջնջեց իր սոցիալական էջերը եւ անհետացավ հանրային տեսադաշտից։ Հիմա մենք մոտենում ենք այն պահին, որը կորոշի, թե ինչպես կմնա այս պատմությունը հիշողության մեջ։ Արդյոք Ռիտա Սարգսյանը կմնա որպես բարեգործ, ով օգնեց հարյուրավոր երեխաներին, թե որպես կոռուպցիոն համակարգի մաս։ Արդյոք արտիստները կմնան որպես դավաճաններ, ովքեր լքեցին իրենց հովանավորին, թե որպես ազատագրված զոհեր, ովքեր վերջապես ընտրեցին ազատությունը։ Արդյոք հեղափոխությունը ունենա որպես արդարության հաղթանակ, թե որպես խաղ, որտեղ հին իշխանությունները փոխարինվեցին նորերով, բայց էությունը չփոխվեց։ Պատասխանները կախված են նրանից, թե ով է պատմում պատմությունը։ Եթե Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են պատմում, ապա Ռիտան կլինի անմեղ զոհ, իսկ արտիստները դավաճաններ։ Եթե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են պատմում, ապա Ռիտան կլինի կոռուպցիայի խորհրդանիշ, իսկ արտիստները քաջ մարդիկ, ովքեր ընտրեցին ճշմարտությունը։ Եթե արտիստներն ինքներ են պատմում, ապա նրանք կասեն. «Մենք ստիպված էինք, մենք չէինք ուզում, բայց համակարգը թույլ չէր տալիս այլ կերպ»։ Իսկ եթե Ռիտա Սարգսյանը կարողանար վերադառնալ եւ պատմել իր տեսակետը, նա հավանաբար կասեր. «Ես սիրեցի նրանց, ես օգնեցի նրանց, ես հավատացի նրանց»։ Բայց երբ պատերազմը սկսվեց, երբ ինձ անհրաժեշտ էր նրանց աջակցությունը, նրանք փախան։ Ոչ թե որովհետև չէին սիրում ինձ, այլ որովհետև սիրում էին իրենց ավելի շատ։ 2023 թվականի նոյեմբերի 26-ը կլինի Ռիտա Սարգսյանի մահվան 3-րդ տարեդարձը։ Արդյոք այդ օրը որևէ մեկը կգնա նրա գերեզման։ Արդյոք Էրիկ Կարապետյանը վերջապես կհավաքի քաջություն եւ կանցնի այն փողոցով, որտեղ պառկած է այն կինը, ով նրան տուն տվեց։ Արդյոք Ռազմիկ Ամյանը կիջեցնի իր մեքենան գերեզմանատան մոտ եւ կմտածի. արդյոք հնարավոր է ներիտալ այն մեկին, ով արդեն չկա։ Արդյոք Հրանտ Թոխատյանը, ով անհետացավ հանրային տեսադաշտից 2022-ի հուլիսից հետո, կվերադառնա եւ կասի վերջապես ճշմարտությունը։ Արդյոք նրանցից որևէ մեկը կունենա քաջություն ընդունել, որ ապրել է տուն, որը ստացել էր Ռիտա Սարգսյանից, եւ որ յուրաքանչյուր գիշեր, երբ քնում է այդ տանը, նա հիշում է այն կնոջը, ում երբեք չվերադարձրեց շնորհակալությունը։ Ռիտա Սարգսյանի երկու հիմնադրամները՝ Նվիրիր կյանք եւ Արագիլ, փակվեցին 1 տարի անց նրա մահից։ Այն երեխաները, ովքեր դեռ ստանում էին բուժում, մնացին առանց օգնության։ Նրանց ծնողները դիմեցին նոր իշխանություններին, բայց ստացան պատասխան. այլևս մեր պատասխանատվությունը չէ։ Ոչ ոք չհարցրեց. արդյոք հնարավոր էր հիմնադրամները շարունակել առանց Ռիտա Սարգսյանի անվան։ Ոչ ոք չհարցրեց. արդյոք արդարար էր պատժել երեխաներին ծնողների քաղաքական գործունեության համար։ Ոչ ոք չառաջարկեց, որ թող արտիստները, ովքեր 10 տարի շահագործել էին հիմնադրամները, հիմա շարունակեն դրանք։ Որովհետև դա նշանակում էր ընդունել, որ Ռիտա Սարգսյանի արածը արժեք ուներ։ Իսկ ընդունելը նշանակում էր կորցնել հեղափոխության հերոս կարգավիճակը։
Այն 356 բնակարանները, որոնք բաշխվել էին արտիստներին, դեռ գոյություն ունեն։ Նրանց սեփականատերերը դեռ ապրում են այնտեղ։ շենքի մուտքի փեղկին դեռ կախված է փոսկրի վահանակը։ Սույն շենքը կառուցվել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ հովանավորությամբ։ Ոչ ոք չհանեց այն։ Ոչ ոք չխոսեց դրա մասին։ Նրանք անցնում են կողքով յուրաքանչյուր օր, կարծես այդ վահանակը չկա։ Բայց գիշերները, երբ փողոցը դադարում է, երբ մարդիկ վերադառնում են տուն, երբ լույսերը վառվում են Պարոնյան փողոցի բնակարաններում, արդյոք նրանք քնում են հանգիստ։ Արդյոք նրանք երազում են Ռիտա Սարգսյանի դեմքը։ Արդյոք նրանք լսում են նրա ձայնը, որը մի անգամ ասաց. «Դուք իմ երկրորդ ընտանիքն եք»։ Այն մարդիկ, ովքեր շահեցին Սերժ Սարգսյանի անկումից, Գագիկ Ծառուկյանը, նրա գործընկերները, նոր իշխանությունները շարունակում են իրենց կյանքը։ Ծառուկյանը դեռ կազմակերպում է բարեգործական ծրագրեր, որտեղ այն նույն արտիստները երգում են, ովքեր 2018-ից առաջ երգում էին Ռիտա Սարգսյանի միջոցառումներում։ Համակարգը չփոխվեց։ Փոխվեցին միայն անունները։ Բայց էությունը արտիստները երգում են, հովանավորը վճարում է, իսկ երբ հովանավորը կորցնի իշխանությունը, արտիստները կփախչեն դեպի նոր հովանավոր։ Սա չի կարելի ամանել դավաճանություն։ Սա կոչվում է համակարգ։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում է անպատասխան, հետևյալն է. արդյոք մի օր ինչ-որ մեկը կհրապարակի կապույտ թղթապանակի լրիվ լուսապատճենը։ Արդյոք կգա օրը, երբ բոլոր անունները, բոլոր հասցեները, բոլոր ամսաթվերը կհայտնվեն հրապարակայնորեն։ Արդյոք այդ օրը արտիստները վերջապես կընդունեն ճշմարտությունը, թե կշարունակեն հերքել։ Արդյոք հայ հասարակությունը պատրաստ է դեմ նայել իր կեղծ հերոսներին եւ ասել «դուք ստում եք», թե կշարունակենք ապրել հարմարավետ սուտի մեջ, որտեղ հեղափոխությունը արդար է, հերոսները անբիծ են, իսկ անցյալը մոռացված։ Կապույտ թղթապանակի լուսապատճենը դեռ գոյություն ունի։ Դեռ կա մեկը, ով պահպանում է այն։ Դեռ կա հնարավորություն, որ մի օր այդ 67 էջը կհայտնվի հանրությանը։ Բայց արդյոք մենք ուզում ենք իմանալ ճշմարտությունը։ Արդյոք Հայաստանը պատրաստ է դեմ նայել իր իսկական պատմությանը, թե նախընտրում է շարունակել տոնել թավշյա հեղափոխությունը, կարծելով, որ ամեն ինչ սկսվեց մաքուր։ Ռիտա Սարգսյանի գերեզմանը գտնվում է Եռաբլուրում։ Հարյուրամյակներ անց, երբ այս պատմությունը կմոռացվի, երբ անունները կթափանցեն հիշողությունից, երբ հեղափոխությունը կդառնա պատմության գիրք դպրոցական դասարաններում, գերեզմանի քարի վրա դեռ կգրված լինի Ռիտա Սարգսյան, հայրենասեր, բարեգործ մայր։ Բայց արդյոք մի օր ինչ-որ մեկը կկանգնի այդ գերեզմանի մոտ եւ կհարցնի ինքն իրեն. արդյոք ճշմարիտ էր այդ եռակի բնութագիրը, թե պարզապես պետական պատվերով փորագրված բառեր։ Հիմա, երբ կարդում եք այս տողերը, հարցրեք ինքներդ ձեզ. եթե ձեզ առաջարկվեր բնակարան, կոչում, աշխատանք, այն մարդու կողմից, ով իշխանության մեջ է, արդյոք դուք կմերժեիք։ Իսկ եթե ընդունեիք, ապա երբ այդ մարդը կկորցներ իշխանությունը, արդյոք դուք կմնայիք հավատարիմ։ Արդյոք դուք կունենայիք քաջություն ասել. այո, ես ստացել եմ օգնություն, եւ ես երբեք չեմ հերքի դա։ Թե դուք էլ կվազեիք դեպի նոր հրապարակ եւ կբղավեիք նոր օրհներգը։ Ռիտա Սարգսյանի պատմությունը ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 26-ին, բայց հարցերը, որ նա թողեց, դեռ ապրում են, դեռ շնչում են, դեռ սպասում են պատասխանի։ Արդյոք մեղավորն էր այն կինը, ով ստեղծեց համակարգ կախվածության, թե մեղավոր էին այն մարդիկ, ովքեր ընդունեցին կախվածությունը, որպեսզի